Ողջույն Արմեններ, ես հիմա կմիացնեմ Ռոբերտ Սիմոնյանի տեսագրությունը, որ վաղուց եղել է դեռ 2013 թվականին, փետրվարի 1-ին, ի նկատի ունեցեք 2013 թվական, փետրվարի 1, այսինքն 5 տարի առաջ Ռոբերտ Սիմոնյանի կողմից կատարվող բացահայտումները, այն որ երբեմն հաղորդումներ են, վերջերս հաղորդումներ են ունում, ոմանք գրում են, մինչև հիմա ուր էիր, որտեղ էիր, մինչև հիմա ինչի չէիր խոսում, որ մյուս անգամ տես հարցեր չտան, նորից ի նկատի ունեցեք։ Դեռ 5 տարի առաջ, եթե ոչ ավելին էլ կա, նա դատական գործեր է հարուցել մեր իշխանությունը բռնազավթած բոլոր այդ օտար թուրք գործակալների դեմ։ Բոլորի դեմ, Քորլևոնից սկսած մինչև Փաշիկյան Գոմիկես վերջի դատավարությունները։ Հիմա Ռոբերտ Սիմոնյանի 2013 թվականի փետրվարի 1-ի հաղորդումն է, որտեղ նա բացահայտում է, որ մեր իշխանությունը բռնազավթված է թուրք գործակալներով։ Ու հետո չասեք, թե մինչև հիմա ուր էիր։ Հիմա ես կասեմ ձեզ, եւ Ռոբերտն իրավունք ունեցել, բա դուք ուր եք մինչև հիմա 5 տարի է դուք ուր եք, որ չեք միանում Ռոբերտ Սիմոնյանի, 5 տարի է ուր եք։ Նրանց ձևական հարցեր այլևս չտակ, լսեք իմ այս հաղորդումը։ Ես մեկնաբանություններ կանեմ ընթացքում։ Վերջինիս կայք չէ, ես իրեն անվանեցի անգերակի 10-րդ դասության դասանցների հրավիրեցի հրապարակային Ասմանցեր չկա, որ նա չէ կարող լավ, թույլ տվեք խոսենք, հա ես Չէ, սկսում ենք ասելիսը, այսօր խոսել ենք նախընտրական քարոզարշավի մեկնարկի, դատական գործընթացների ու անօրինականությունների մասին եւ այս թեմայի շուրջ խոսի մեր բանախոսը Քաշաթաղ հասարակական կազմակերպության ղեկավար Ռոբերտ Սիմոնյանը։ Շնորհակալություն պարոն Սիմոնյան, մեր հրավերն ընդունելու համար կխնդրեի ներկայացնեք արդեն 2 օր ենք մեկնարկել է քարոզարշավը, այս ինչ ընթացք ունենա եւ ինչ դժգոհություններ ունենք Այս հաղորդումը վերաբերվում է, որ նորից նշեմ, լավ հասկացեք։ 2013 թվականին նախագահական ընտրարշավին, որի ժամանակ Ռոբերտ Սիմոնյանը իր թեկնածությունը դրել էր, որպես նախագահի թեկնածու, որից նրան ապօրինաբար դուրս մղեցին, քանի որ խրժիկի նշանակեին, եւ նա դատի տվեց իրեն ապօրինի դուրս մղելու համար ընտրարշավից եւ ապօրինաբար կեղծիքներով նշանակած թուրք խրժիկին դատի տվեց եւ ապացուցեց, որ նա ապօրինի է։ Դատարաններով այդ մասին բազմաթիվ անգամ Ռոբերտը ասել է, չի խանգարում եւս մեկ անգամ ձեր բթացած ուղիների մեջ մտցնել եւ հիշեցնել զոմբիացածներին, որ Ռոբերտ Սիմոնյանը դատավարությունից հետո եւ որ ապացուցել է, որ դրանք ապօրինի են, խրժիկի դնել է, նշանակել է ամեն ինչ ապօրինի է, եւ Ռոբերտին ապօրինաբար են դուրս մղել նախագահական ընտրարշավից, եւ քանի որ այդ բոլորն ապացուցել եւ հիմնավորել է փաստերով, ապա այդ նույն թրքաջիուդներով համալրված բռնազավթված դատական համակարգը, նորից եմ ասում, մեռնելով, սատկելով, չուզելով, ստիպված փաստերի հիման վրա ճանաչել է Ռոբերտ Սիմոնյանին որպես նախագահի օրինական պաշտոնակատար, քանի որ ապացուցել է, որ խրժիկը ապօրինի է նշանակվել։ Եվ այդ ժամանակ ընտրարշավին մասնակցած մեկ այլ թեկնածու, որ առավել ձայների հավաքում, ավտոմատորեն հայտարարվում է օրինական նախագահ։ Այս է, որ թաքուն են պահում բոլորից, եւ Ռոբերտ Սիմոնյանը օրինական նախագահն է։ Քանի որ եթե հիշում եք, նույն այդ պորնոմենտում այդ ժամանակ գոռոմչվում էին բոլոր падգամավորները։ Մինչև փաշկող լինել։ Ապօրինի ընտրություններ, կեղծարարություններ, կաշառքներ բոլորը գոռոմչվում էին, ոռնում էին, բայց որևէ մեկը դրա համար դատական գործ չհարուցեց, չասին, որ պետք է դատի տալ այդ ապօրինի նշանակման համար։ Բայց ուրեմն նշանակում նրանք ձևական էին բողոքում, դերասանություններ էին անում, ցույց տալի իբր ընդդիմությունը պայքարում, բայց խոսեցին, ոռնացին, դրեցին ու նշանակեցին խրժիկին։ Այո, լսեք Ռոբերտ Սիմոնյանի մեկնաբանությունները։ Ուրեմն եւ իմացեք, որ մենք 2013 թվականից ունենք նախագահի օրինական պաշտոնակատար, որի մասին լրում են բոլոր այսպես կոչված անաչոր լրատվական զահրամարի միջոցները եւ քաղաքական ոռլուծաբաններ ու քաղաքական քակաբանները, պրոֆեսորներ կոչվածները։
Միշև այդ Յախկ Մարտիրոսյանն էլ բոլոր մեզ են Լևոն Շերինյանը, սիոնիստ Լևոն Շերինյան, Թրքաջուդ Նոյան Տապանի հաղորդավոր Չետիգրան Հարութուրքյան, եւ մյուս բոլոր թրքաբոզերը, ովքեր հաչում են, ձևական բողոքում են, քննադատում են, սակայն լռում են Ռոբերտ Սիմոնյանի նախագահի օրինական պաշտոնակատար լինելը, դատական կարգով ճանաչված լինելը, այդ ճշմարտությունը թաքցնելով։ Դա ապացում է դրանք բոլորը սուտ ձևական հաչացողներ են ու թրքաբոզեր են։ Հիմա լսեք Ռոբերտ Սիմոնյանի մեկնաբանությունները այդ ընտրարշավի հետ կապված հարցերում։ Առաջնային խնդիրները, որ սովորաբար մեր պատվի, մեր պետության արդեն, քանի որ բոլոր անօրինակացությունները կապված են մեր ազգային պետական, նաև մեր ժողովրդի հաստատի իրավական պահանջների, նաև սահմանադրության մեջ ամրագրված իրավական նորմերի վերացման հետ, որը բնականաբար ոտնձգություն է մեր ինքնիշխանության, մեր իրավական համակարգի, նաև պետության դեմ, ինչպես նաև նախագահի ինստիտուտի, ոչ թե անձերի, այսինքն Սերժ, Ռոբերտ Քոչարյան կամ Լևոն Տեր-Պետրոսյանը, հարցը դրանով չէ։ Որպես կարևոր մեջբերում անեմ, նայեք հիմա Ռոբերտ Սիմոնյանի դեմքը ավելի մոտիկից ցույց կտամ, տեսեք ինչ շնորհքով անձնավորություն է, ինչ ազգային շնորհքով դեմք ունի, ինչ համեստ, բարեկիրթ դեմք ունի, ի տարբերություն մյուս թրքաբոզերի, ձևական հաչացողների, ձևական ոռնացողների, Փաշիկյան Գոմիկին, նայեք նրա դեմքին։ Որ միշտ հիշում եք, միշտ ուշադրություն եմ ասում, նայեք մարդկանց աչքերին, դեմքերին։ Հիմա նայեք Ռոբերտ Սիմոնյանի դեմքին, մոտիկից նայեք։ Մի քիչ այստեղ մոտնում, բայց նայեք ինչքան շնորհքով մարդու ազնիվ մարդու դեմք է։ Պարզապես համակարգչի մոտ եմ ցույց տալի, մի քիչ կարող է այնպես հստակ ցույց տա, բայց ովքեր որ տեսել են մոտիկից հասկացողություն ունեն այդ ամեն ինչից կհասկանան, որ շնորհքով անձնավորություն է բնական հանգիստ խաղաղ դեմքով։ Հիմա լսենք շարունակությունը հաղորդման։ Սկսեմ առաջինից։ Ուրեմն ժողովրդներում ներկայացված է ես վերջի լիստին կենտրոնական դրական մասնագետի հրավիրված էի, որի ժամանակ Միկուչյանը իր տեսակետը ոչ թե իրավական, այլ իր տեսակետի ներկայացման առաջարկում էր, որ հասկացի ես որևէ իրավունք չունեմ բողոքարկելու կամ բողոքարկելու հնարավորությունը եւ իրավասությունը որոշակի շրջանակների մեջ կապված է որոշակի համակարգերի, այսինքն սահմանադրական դատարանի, վարչական դատարանի եւ այլ համակարգերի իրավասության լիազորությունների հետ։ Ուստի իր լիազորությունների մեջ չերնապնում նշված հարցի, այսինքն դրականորեն դեպքի 80 հոդվածի սահմանադրությանը չհամապատասխանելու վերաբերյալ իր վերլուծությունները անեն։ Ես նրան հարց տվեցի, պարոն Միկուչյան, դուք ձեր աշխատակցի կամ ասենք թե որևէ մեկի դրական հարված եք խփեք, ասում եմ ինչի։ Իսկ ինչի՞ չեք ուզում հարված եք։ Ապո անօրինական է, իսկ դեպք այդ դեպքում դուք ինչ եք ապօրինություններ կատարում։ Եթե օրենքով սահմանված է մի բան, որի շրջանակներում դուք պարտավոր եք որպես սպասմունի նաև որպես կարգավորիչ իրար իրականացնել, այդ դեպքում դա ինչի՞ չեք ապահովում։ Բանը դրեց։ Ես խոսքը գնաց այն մասին, որ գիտեք ինչ կա, ձեր ասածը ձեր վերլուծությունը, ես ասի դա օրենքի պահանջն է, որ ես պահանջում եմ դա կիրառը։ Եթե դուք որևիցե հիմքեր ունեք, հիմնավորումներ ունեք, որի շրջանակներում կարող եք պնդել եւ հաստատել ձեր ասիկ իրավասությունը տվյալ հարցերի շրջանակներում, ապա դες հրավիրում եմ հրապարակային ցանկացած հեռուստաալիքով, ցանկացած թիմի հետ ձեր տեսակետը պնդելու եւ հիմնավորելու։ Նա հրաժարվեց։ Կային նաև լրագրողներ, որոնք մասնակից էին այդ լիստի եւ դրանում որից ասիկ հիմնավորող կողմից ներկայացնող խնդիր չկա։ Հիմա ասենք մնացած իրավական խնդիրներին։ Սահմանադրությամբ տրված է, սահմանադրության մասին օրենքով տրված է 101 հոդված։
յուրաքանչյուր կոնկրետ գործով երբ արկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրությունը։ 7-րդ կետով տրված է դատարանները եւ գլխավոր դատախազը իրենց բարություն գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրության հարցերով։ Ուրեմն գործը մտել է գլխավոր դատախազության, գործը մտել է ազգային անվտանգություն, գործը մտել է հատուկ քննչական ծառայություններ, ինչպես մտել է ընդհանուր իրավասության դատարաններ, նաեւ սահմանադրական դատարան։ Ուստի դրա հարցի իրավասությունը, եթե անգամ ես պահանջի վերջին մասում ներկայացրել եմ, որ միջնորդ է համապատասխան մարմինների, նրանց ղեկավարներին, համակարգերին, տվյալ հարցը, այսինքն սահմանադրության ընդրական օրենսգրքի 80 հոդվածը չհամապատասխանելիությունը սահմանադրության 50 հոդվածը, ինչպես նաև առաջին 5-րդ հոդվածով ամրագրված եւ 6-րդ հոդվածի առաջին մասով ամրագրված նորմերի հաստատի Նիկուշյանի կողմից կայացրած որոշումը վերացնում է եւ նա հրապարակային կոչերը, որը նա ելույթում է տարբեր հեռուստաալիքներով, հաստատի վերացնում է սահմանադրական նորմերը, որը քրեական օրենսգրքով եւս պատժելի արարք է։ Ես դա չմանրացնեմ, քանի որ սա իրականում ներկայացվել են իրավական փաստաթղթերով եւ դատախազությունը, ինչպես նաեւ մնացած համակարգերը պարտավոր էին, ոչ թե կարող էին կամ չէին կարող, պարտավոր էին արձագանքել եւ համապատասխան որոշմամբ ներկայացնել նրանց տեսակետը, որ կամ դա անօրինական է, ձեր պահանջները չի համապատասխանում տվյալ պահանջներին, կամ դա օրինական է։ Տվյալ ժամանակահատվածում Նիկուշյանը մի ևս հայտարարություն արեց, որ դուք չեք հանդիսանում թեկնածու։ Ես նաև սահմանադրական դատարանը որոշակի շրջանակների մեջ թեկնածու քաղաքացի հասկացությունը, իրավահարավերությունը տարանջատում են։ Ես նրան բացատրեցի օրենքի շրջանակներում, որ դուք սխալվում եք, քանի որ արդեն իսկ երբ պահանջվում է փաստաթղթեր քաղաքացուց եւ տվյալ փաստաթղթերը տրամադրվում են ոչ թե որպես քաղաքացու, այլ տրամադրվում են որպես տեխնացու։ Հիմք վերև տրված իրենց կողմից փաստաթղթերը։ Դա ստացականն է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որը հիմնավորում է իմ ներկայացրածը, որտեղ հստակ ասում է 2013 թվականի փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում տեխնացու առաջադրելու վերաբերյալ ինքնաառաջադրման մասին դիմումը, երկրորդ կետով տեղեկան տեխնացուի եւ վերջին 10 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հայրենիություն քաղաքացիություն ունենալու եւ վերջին 10 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեխնացուի անձը հաստատող փաստաթղթի պատճ է տեխնացուի լիազոր եւ այսինքն խնդրեմ նորությունների մասին տեսեք, ես ԿՀ-ի որոշման եք անդրադառնում վերջին նիստին, արդեն լուսաբանել վերջացրել են։ Նոր ինչ նոր զարգացումներ անեն, խնդրում։ Ու ինչ տենց ֆոնկցիոներ էլի, մասշտաբված էլի չոթացումները տենց շատ պաշտոնական չի լինում։ Գիտեք ինչ է, նորից ասեմ, պաշտոնական որն է, ես որ եթե չեմ մեկնարկում, չեմ ներկայացնում օրենքի պահանջը, դա ինչ որ բացասական է, չեմ ասում։ Չէ, միշտ այս ինչ հոդված են, ինչ հոդված են։ Բայց կարելի է ներողությունների իհարկե։ Տեսեք, վերացական ներկայացումների խնդիրը։ Վերացական Արժան նայեցեք ես բարմանցած ասում, ինչ եմ երեք, ասում եմ հետո միայն բարմանցած ներկայացնի, հետո դոկումենտացիա դուք։ Ես լրագրող Բոզերը, որ տեսակողքի են աղջիկները, շեղող հարցեր են տալիս, որ Ռոբերտը շարունակի իր միտքը, ստից հաչում են։ Դրանք խառնացին Բոզերն են, հասկացաք։ Ռոբերտը խոսում բացատրում, այնտեղ մեջ են գան մտան, սկսեցին ինչպես Ռոբերտը վերացական հարցեր են տալիս։ Այսինքն ցրում են խոսակցության միտքը։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Բայց ասում ԶԼՄ-ի լրագրողները բոլորը խառնացին պոռնկացիներից են։ Ես պատասխանեմ, լիարժեք, որ դրա վրա որևէ խնդիր չունեք հարցի պատասխանելու, նաև
Ուրեմն, եթե դուք իրականությունը չեք հասկանում, այսինքն իրավական ամբողջ դրույթը էությունը չեք հասկանում, դուք որից ձերով չեք կարող մեկնաբանել ձեր լրատվամիջոցներով ինչ խնդիրների բացահայտումը, կամ դրա անօրինականությունը կամ օրինականությունը։ Հիմա ես բացատրում եմ նաև, տեսեք, դուք մասնակից եք նաև այս լիստին վերջի անգամ, բայց տեխնացու եւ քաղաքացու կատեգորիան ես նրան հստակ հասկացրեցի իրավական առումով։ Հիմա տեսեք, եթե դուք դրա մասին լուսաբանած լինեիք, թերթերով կամ լրատվական միջոցներով, դրա խնդիրը չէր առաջանա։ Կարևոր ինչու՞մն է, տեխնացու հասկացությունը ես բացատրեցի ի սկզբանե, նա նաև իր կայացրած որոշմամբ դա հստակեցրել է։ Այսինքն, տեխնացու հասկացությունը առաջադրվելու պայծ է, համապատասխան փաստաթղթեր տալուց է սկսում նրա տեխնացու, ով նրա կատեգորիան քաղաքացի, թե տեխնացու։ Մենք քաղաքացի չենք, մենք տեխնացուներ ենք, եւ փաստացի Մուկուչյանը իր համակարգով հանել վերացնում է ինստիտուտը նախագահի։ Սա եւս գործընկերություն է մեր իշխանության, նաեւ ինստիտուտի նկատմամբ, ոչ թե անձի նկատմամբ։ Նաեւ անձի դա դա է։ Հիմա ասենք կոնկրետ այլ հիմնավոր փաստեր, այսինքն իրավական հաջորդականությամբ ներկայացված խնդիրների եւ ներկայացվելու նաեւ ձեր կողմից Սահմանադրության Հանրապետության նախագահի դա 9-րդ կետն է։ Հանրապետության նախագահի եւ պատգամավորության տեխնացուները Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1 եւ 4-րդ կետերի շրջանակներում իրենց առնչվող հարցերով, այսինքն իրավունք ունեն դիմել նաեւ սահմանադրական դատարան։ Եւ սահմանադրական դատարանը պարտավոր է տվյալ հարցի շուրջ, այսինքն որը բարձրացված է, հակասում է սահմանադրությանը, թե չի հակասում։ Նրանք պարտավոր էին համապատասխան որոշման դա արձանագրել եւ պատշաճ ձևով ներկայացնել թե հանրությանը, թե մեր որևիցե խնդիր չառաջանա, որից սահմանադրական դատարանը իր պաշտոնական դիրքերը չհրաշայելով որևիցե խնդիր չի բարձրացնում։ Ստեղ հաստատի եւս հանցագործություն է, որովհետեւ իրենից դրությամբ հանրօրինական օրենսգրքով ամրագրված է 304 հոդված։ Այն գործողությունը կամ անգործությունը, որը տանում է պետական համակարգերի վերացման քայքայման, դա պետության դեմ եւս կատարված հանցագործություն է։ Հիմա ասենք Մուկուչյանի եւս այլ խնդիր։ Հիմա ես ձեզ հիշեցնեմ Մուկուչյանի զզվելի սիֆաթը հիշում եք, որ նրան ցույց են տալ լուրերով։ Ընտրական հանձնաժողովի նախագահը։ Դրա դեմքը հիշում եք, ինչ այլանդակ լպրծուն խոզի դեմք ունի, աշկերի հայացքը, նայվածքը նենք, չար, զգացվում է։ Դրածոյ եւ փաստորեն ասաց Ռոբերտը, քանի կանոններ է խախտել տեխնացուների որոշ հարցերը ներկայացնելու առիթով, չի ներկայացրել, չի հաստատել, փախել է, շեղել է։ Այսինքն օրենք խախտում է հենց այս ընտրարշավի հանձնաժողովի նախագահ կոչեցյալը խախտում է օրենքները ընտրարշավի ներկայացուցիչների ներկայացման հարցերում։ Շարունակություն լսեք։ Դերում որ ամտեղ թրկա բոզեր են նստած։ Մենքի անվան տակ։ Բայց ճոռոմ լավ հաչում են։ Տեսախցիկների առաջ արդարներ են, ազնվամիտներ են, ինչ քաքեր են բոլորը, թրկա բոզեր են։ Մուկուչյանը տեսեք 14 հունվար 2013 թվականի համար 25-ը որոշում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 14/01/2013 թվականի Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի դրություններին հանրապետության նախագահի տեխնացու նորից եմ նշում տեխնացու առաջադրված քաղաքացի Ռոբերտ Սիմոնյանի արդեն քաղաքացի տարբերակը արդեն իրենց հավաքում Վերացման հարցը քննարկելիս կենտրոնական դրական հանձնաժողով նախագահ Մուկուչյանի կողմից ներկայացվել է առարկություն ասենք կոնկրետ այն հարցի, որը մեզ են ուզում, այս պահով Ինչ է ասում, քաղաքացի Ռոբերտ Սիմոնյանի կողմից չի ներկայացված նվազագույն աշխատավարձի 8,000 ապատիկի չափով ընտրական գրավի վճարման ամուրագիրը։ Մյուս պահով ասում առաջադրված մի րոպե գտնեմ կոնկրետացված հարցը։ Ներողություն։ Նա ես բնույթը ասեմ իր պահանջի, ասում է որ հա, հաստատի ասում է որ հասկանալի է։ Ես դուք ասեմ, հա,
Նորից շեղում են բոզերը տերում եք չեն թողում խոսալ։ Պահանջի, բացատրեմ դες, ես պահանջում եմ սահմանադրությամբ ամրագրված բոլոր նորմերի կիրառումը, որը ամրագրված է սահմանադրությամբ, իսկ որ սահմանադրությունը դա գլխավոր օրենքն է եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն, ապա որից է նորմի, որը ևս ամրագրված է քրեական օրենքով, որից է նորմի վերացումը, դա քրեական պատասխանատվություն պատիժը սահմանված մինչև 10-15 տարի ժամկետով։ Դա ըստ էության նաև պետական դավաճանություն է։ Հիմա հարցը Որ նորմեր հարցում խախտված։ Էսա ես կոնկրետ ցիտրեմ նորմերը ևս ասեմ, դա նորմերը խախտված են առաջի հոդվածից մինչև 6-րդ հոդված։ Ինչպես նաև 6-րդ հոդվածի առաջի մասով ամրագրված պահանջները սահմանադրության, այո, որոնք սահմանադրության առաջին հոդված։ Հայաստանյան, ես ինչի եմ կարդում, ոչ թե այսինքն ցիտում, որովհետև օրենքը պետք է բնականաբար ներկայացի ըստ էության, այլ ոչ թե ինչ-որ անգիր կամ եւ այլն։ Սահմանադրության առաջին հոդված։ Հայաստանի Հանրապետություն շրջան Սահմանադրության առաջին 6-րդ Հենց բոզերը համեջ են ընկնում, ահաչում խոսում են, չէ՞ գիտում ինչա կատարվում։ ոչ միայն խախտվում են, դա կոնկրետ Զգում եք այդ բոզերը լրագրվում որ նստած կողքին ինչ են անում։ Ռոպենում եք մեջ են ընկնում։ Տեսնում եք, չէ՞։ Ռոբերտը սկսում է բացատրել, կողքից սկսում են շեղո հարցեր տալ։ Զգում եք ինչ բոզու պորնիկ են։ Սրանք խառնասին պորնիկ ջհուդներ են։ Մերոնց նման են մի քիչ սիրունատես կարող ալինեն, բայց պորնիկ ջհուդներ են սրանք, լավ իմացեք։ Եվ դիտավորել Ռոբերտին անդադ սրում են կոնկրետ պատասխանից։ Որ դուք ինչ որ Եվ դա անում են գիտեք ինչի համար։ Դե Ռոբերտին չեն կարող ֆռռասեն, ուզում են ֆռռասեն, որ նա շշկրվի, բայց չի շշկրում, պատասխանում է։ Պարզապես դա անում են, որպեսզի լսողները ու ունկնդիրները շշկրվեն եւ շփոթվեն այդ բացատրությունների մեջ։ Դա հատուկ անում են դիտավորել հարցեր են տալի շեղում են, ի նկատի ունեցեք։ Դա բոլորը նաեւ ուրիշ հաղորդումների ժամանակ են անում այդ բոզերը։ Խոսում է, ասենք, հյուրը բան է բացատրում, սկսում են հարցերը շեղել կոմենկոմ, խառնել խոսքերը, որպեսզի նրանք ովքեր լսում եւ դիտում են հաղորդումը, նրանք շշկրվեն, շփոթվեն եւ ինչ որ պետք է նորմալ չհասկանան։ Հասկացաք դրանց բոզությունը որտեղ է կայանում։ Այս է որ պետք է բացատրել ձեզ, թե ոնց են ձեզ շշկրացնում, շփոթեցնում, ձեր հիշողության վրա ազդում։ Խանգարում են, որ դուք կենտրոնանաք, հասկանաք, թե ինչ է բացատրվում։ Հասկացաք դրանց հաղորդումները վայելու բոզական, գյոթական ձևը, կներեք արտահայտությանս համար եւ չներեք արտահայտությանս համար։ Կարող եք չներել։ Բայց այդ խոսքերը ստիպված եմ ասում, որ դուք պատկերացնեք դրանց աշխատանքի, խոսելաձևի, անառակության, փչացածության, նենգության, ստորության աստիճանը։ Դա քաղաքավարի խոսքերով։ Իսկ հիմա ժարգոնով, որ դուք հասկանաք դրանց մտածելակերպի, խանգարելու բոզության, պորնիկության, չատլախության աստիճանը։ Այմա երևի արդեն ավելի լավ կհասկանաք ինչ ասեցի։ Քանթեն կուլտուրական բառերը, այս շնորհքով բառերը ձեր վրա այլևս չեն ազդում, դուք չեք արթնանում, բայց այդ արդեն կոպիտ բառը դրանք հայոյանք չեն։ Հայոյանքները սեռական բնույթին խոսքերն են, սա հայոյանք չի, բոզու պորնիկը հայոյանք չի։ Դրանք գրական բառեր են, որոնց միտքը նույնն է անառակ, փչացած, խարդախ, խափեբա, այլանդակ, տարբեր ձևերի հոմանիշներով, պարզապես կտրուկ կոշտ արտահայտություն են, պորնիկ եւ բոզ, որոնք ավելի տիպիկ արտահայտություններ են, այդ բոլոր հոմանիշների, հասկացաք հիմա, դել չնստեք ու բողոքեք, շնորհքով խոսա, Ռոբերտին չի այդ բառերն օգտագործում, լավ է անում ու ճիշտ է անում։ Ձեզ որ կուլտուրական քաղաքավարի խափում են այսենց, դուք դրա դեմ չեք բողոքում։ Շնորհքով գեղեցիկ խոսելով ձեզ ֆռռացնում են։ Ձեզ խափում են, շեղում են, իրենց խելացի ցույց տալով, գրագետ ցույց տալով, ու դուք չեք պատկերացնում ոնց են ֆռռացնում։ Հիմա Ռոբերտը բացատրում է թե ոնց են ֆռռացնում։ Այդ ընտրարշավի գործունեությունը ինչպես են թեկնածու քաղաքացի բառերը խառնում։ Եվ ասեց, հիմա ստեղծուխտ են գրել, Ռոբերտին անդադ ասում է քաղաքացի։ Չի ասում թեկնածու նախագահական ընտրության։ Նոր Ռոբերտը նշեց,
Տեսեք, ասում եմ դիտավոր քաղաքացի բառն է անդադ օգտագործում այդ Նիկոլյան բոզի ծնունդը։ Շարունակությունը լսեք, այդ կարևոր մեջբերումներ, որ ձեզ ոչ մեկը չի բացատրվի, չի բացատրի, ոչ մի ոռլուծաբան ձեզ չի ասի։ Դա ուրեմն ստեղ ինքնիշխանության քան որ երկու բառոցից է Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան ժողովրդավարական սոցիալական իրավական պետություն է Հայաստանի Հանրապետությունը Ոնց է հաշվում ախոստությունը հաստատի տվյալ նորմերի վերացումը տվյալ գործողություններով ամրագրված է որ պետք է պաշտպանվեն եւ դրանք ամփոփող են Սահմանադրության 111-ից մինչև 114-ից նաև կա համապատասխան նորմեր, հոդվածներ, որը ամրագրված է, որ Սահմանադրության 114 հոդվածում, որ առաջի երկրորդ հոդվածները ամփոփող են, մնացած տարբերակները, եթե փոփոխության ենթակա որից է հոդված կա, ապա համապատասխան օրենքի Սահմանադրության պետք է հանրակրվեի դրվել եւ հանրակրվեի միջոցով փոփոխվել, այսինքն մինչեւ չլիներ ժողովրդի հանրակրվեի, այսինքն քրի որոշակի չափանիշ, որից մեկ իրավունքներ փոփոխել որից է բան։ Տվյալ դեպքում քրեական մեջ հոդվածով ամրագրված է, որ 35 տարի կրացած անդը 10 տարի անց մեջ քաղաքացիություն այսինքն փաստը պետք է ամրագրված լիներ եւ ընդրական իրավունք ունեցող անձի վերաբերյալ է։ Մնացած տարբերակներ չկան, որություն չունեն, ոչ գումարային, ոչ ինչ-որ տանկիստ, պուլինորջի, այսինքն կամ ինչ-ինչ պահանջ, պատկանելություն, դրա մասին տեղեկություն չկա։ Այսինքն այլ օրենքներով եւ բարձրագույն կրթություն, այսինքն տալիս է այդտեղ համապատասխան յուրաքանչյուր ոգին տարբերակ, այսինքն ցանկացած սոցիալական, ռասայական այլ դրություն ունեցող համակարգի ներկայացուցիչ իրավունք ունի մասնակցել ընտրությանը եւ տեխնացություն առաջադրվելով համապատասխան դեպի ընթացակարգային մասնակցել ընտրությանը։ Ընտրական օրենսգիրքը պետք է հիմներ, այսինքն հիմնավորել այն դեպքերը, որոնք ամրագրված են տվյալ հոդվածով, քանի որ այնտեղ չկա նորից եմ ասում տանկիստի տարբերակ, այսինքն պուլինոչկի տարբերակ, դրա պահանջ չէ կարող դրվել։ Ինչպես նաեւ ուրեմն ես նաեւ ներկայացրել եմ միջազգային բոլոր ատյաններին Եվրոպան ներողություն ասեմ ուրեմն ներկայացված է ԵՀԿ խմբի հերասենյակի ԵՀԿ ԶՄԻ խմբի ներկայացված է Եվրոպորտի ներկայացին դեսպանի ես երեք մտա Եվրոմիություն ների հաստատողները ցույց տվեցին ճիշտ հանդիպում ունենալ եւ բարդ իմաստով ինձ անգամ արգալից ոնց որ ասած վերաբերմունքը ցույց տվեցին Իսկ գոնե պատասխանեին, որ գիտեք ինչ կա այստեղ չի եւ այլ եւ այլ։ Մյուս հարցը Եվրոպայության դեսպանը։ Այսօր ես նաեւ հանդիպում ունեմ Շմիգի ղեկավարների հետ, տվյալ հարցերը բարձրացրել են, նաեւ իմ հարցերից խնդիրները որն են։ Մենք խոսում ենք եւս իրավահավասարության մասին, կոնկրետ, այսինքն եթե նախագահ տվյալ դեպքում նախագահ մասնակցում է դրական դրությունների, ապա նա իրավունքները լուծակները համակցության իրավունք են եւ բոլորս է համակարգ, քանի որ նրա իրավունքները դուրս չգործում, քանի որ նա վերահսկողություն է իրականացնում 40-50 հոդվածներով բոլոր համակարգերի եւ նրանց գործողությունների նկատմամբ, ապա հաստատի հավասարազոր իրավահավասար ընտրություններ չեն կարող լինել։ Նախագահ պետք է ինչ-որ առաջ իր լիազորությունների վայր դնելուց առաջ պետք է պարտադիր իր լիազորությունները վայր դնել եւ մասնակցել հավասարազոր տեխնոլոգիական տնտեսության։ Ուրեմն ես ներկայացրել եմ բոլոր իրավական ոչ թե տեխնիկական, այլ օրենքի պահանջի դրույթները, որի հիման վրա ես ներկայացրել եմ նաև միջազգային նորմերով ամրագրված Եվրոպական կոնվենցիայի, որը վավերացված է Հայաստանի կողմից, բոլոր կոնվենցիաներում թվով է խախտված, դեռ խտրականության պահանջ կա, դեռ իրավահավասարության պահանջ կա, որը բարեփոխ իմաստով ոտնահարված է։ Այսինքն, տվյալ դեպքում ես նաև նշել եմ, որ միջազգային կառույցների, ինչպես նաև ներպետական բոլոր համակարգերը, եթե դա դիտում են որպես նորմալ երևույթ, դա կամ ամենասունակություն է, կամ ինչ-որ գործակալական ինչ-որ թիվ են ներդրված Հայաստանում, որի շրջանակներում որից մեկը ձայն չի անում։ Հիմա, դրա դեպքում նրանք կոնկրետ պետք է պատասխանեն, եթե դա համապատասխանում է նաև իրենց
միջազգային նորմերին, ապա ես խնդիր չեմ տեսնում։ Հաստատի ստացվում է, որ տվյալ անձերը իրոք անգիտակից են կամ գործակալ են, որոնք որոշակի շահերի հետապնդմամբ հաստատի ոտնահարում են թե մեր եւ թե նաեւ միջազգային նորմերը։ Իսկ եթե միջազգային այդ կազմակերպության ներկայացուցիչները դիտարկեն, որ ոչ մի խախտում ձեր նկատմամբ չի իրականացվել, ապա իրենց մասին ինչ ասել։ Ես Եվրոխորհրդի դեսպանի հետ խոսեցի եւ ասացի, որ տվյալ հարցերը ակնառու հարցեր են, առաջիկա հարցերն են, որովհետեւ եթե ընտրություններ անցնեն, ապա տվյալ ընտրությունները օրինական չեն կարող համարվել։ Ինչու՞ համար, որովհետեւ ցանկացած որոշում լուծի, ինչպես նաեւ ընտրություն, դա գործողությունների վերջնական արդյունքն է։ Եթե գործողությունները սկզբանե դրված ապօրինության անօրինականության վրա, ապա վերջնական որոշումները ոչ ինչպես նաեւ ընտրությունը դա օրինական չի կարող լինել, նա ինձ հետ ամբողջությամբ համաձայնվեց։ Նա նաեւ ասել, որ տվյալ դեսպանի հետ ուրեմն ես կնիքներով կրկված ունեմ նաև բոլոր պաշտոնական փաստաթղթերը, դեռ եթե հարկ կլինի ցանկություն կունենանք, ես դες նաև կտրամադրեմ դրանց օրինակները։ Ինչ վերաբերում է տվյալ օֆիսի աշխատակիցներին, այսինքն որոնք գործում են հայաստանյան շրջանակներում, նրանք ցանկացած մեթոդով աշխատում են թույլ չտալ հարաբերվելու դեսպանի, այսինքն բարձրացնել տվյալ խնդիրները, տվյալ խնդիրները եւ ներկայացնել նրանց։ Խոչընդոտում են, արգելափակում են։ Ուրիշ հարցեր ունեք դες ստանում։ Իսկ եթե օրենքով նախատեսված չէ, 8 միլիոն գրավել, 8 միլիոն օթից ընկա, ինչից վերցրել 8 միլիոն։ Հասկացա՞լ եք։ Ուրեմն 8 միլիոնի գրավը, տեսեք, ես մի բան ասեմ, դες վարչական դատարանը ինձ տվել է որոշում, ես դες ցիտեմ, որ մի քիչ դերեկացված ունեի, հա։ Հայցադիմում նշել է նաև, որ ընտրական գրավի ինստիտուտը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ընտրական գրավի ինստիտուտը ամրագրված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, իսկ օրենքների Հայաստանի Հանրապետության սահմանադրության համապատասխանության հարցի քննարկման բացառիկ իրավունությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ վերապահված Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին է։ Այսինքն, ես օրենքով սահմանված կարգով տվել եմ դատարանին, որի շրջանակում մինչև համապատասխան որոշում չստանալ Մուղջյանը, նա իրավունք ուներ որևիցե որոշում կայացնել, տվյալ ակցի վերաբերյալ համապատասխան որոշման կամ ինչ հայտարարություններ անցնել մյուս հատվածին։ Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված գրավի իրավունքին վերաբերող իրավանորմերի վկայակոչմանը, ապա դատարանը գտնում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ իրավահարաբերության նկատմամբ, քանի որ այն իրենից ներկայացնում է գրավատուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման միջոց եւ կարգավորում է քաղաքացիայի իրավական հարաբերությունները եւ այն որևէ կերպ չի կարող նույնացվել ընտրական գրավի հետ, այսինքն ընտրական մենք ունենք քաղաքացիական օրենսգիր, որով տրված է հասկացությունը տված է նախկինում նաև բացատրել եմ, այսինքն դրույթ է էությունը, որ դրա հասկացությունը երբ է ստեղծվում, երբ է առաջանում եւ ով կարող է գրավի պահանջ ներկայացնել, այն դեպքում եթե դա չկա, այսինքն օրինական իրավական որոշումը պայմանագիրը, որի հիման վրա ինչ-ինչ անձը, որի նկատմամբ ինչ-ինչ հարցեր է դրված, նյութական, այսինքն դրա պարտավորությունը նա չի կարող ունենալ։ Ես կոնկրետ հարցրեցի իրավական համակարգի նաև Մուղջյանի, որ ես որևիցե մեկի պայմանագիր ունեմ, որ ես որևիցե մեկի պարտավոր եմ ինչ-ինչի գումար ունենալ։ Ասում եմ, որ հիմա տվյալ դեպքում տվյալ համակարգը, ես նկատում եմ դատարանը վարչական, հիմնավորներին ասած է, ասում են քաղաքացիական օրենսգրքով դա այն չի, ինչ որ ընտրական օրենսգիր, այսինքն ընտրական օրենսգիրքը այլ դրույթ է ներկայացնում, այսինքն ներկայացնել գումար հասկացությունը, հա, եթե դրա հասկացությունը մեկն է, այսինքն քաղաքացիական օրենսգրքով ամրագրված է, որ դա իրենից ինչ է ներկայացնում, ոնց է դու այլ կատեգորիա դա ներկայացնում։ Հիմա հարց է ծագում, քո գիտակցությամբ դու կներեք էլի իհարկե բարի արտահայտության համար, դու գումար բազ ասենք է, այսինքն պետությունը մեզ հետ խաղում է լոտո գումար եւ ինչ, հա, ցես հասկանա։ Օրենքով նախատեսված է, գրավը դա է։ Դու ոնց ես ասում, դա դրա հետ կապ չունի։ Հաստատի սա անտեսնական տարբերակ է, կամ ասենք թե հիմարության, մյուս տարբերակ ասենք, քրեա իրավական հարաբերությունների մասին։ Իսկ ինչ վերաբերում Հայաստանության քրեական օրենսգրքով նախատեսված արարքների
Մի խոսքով այդ Մուկուչյանը գրածա մի բան է կատարվում, հայտարարում է ուրիշ բան։ Դրա համար Ռոբերտս կամ անմեղսուն կամ հիմար ես, եթե հիմարա ինչ գործ ունի, որ լինի ընտրական հանձնաժողովի նախագահ լինի հիմարը, ուրեմն նա հիմար չի, ուրեմն նա դիտավորել ամեն ինչը հակառակ բաներ է ներկայացնում, հապաղ բաներ է շեղում։ Հիմա տեսնում եք ովքեր են նստած, ամեն ինչ փոխում են, դե պարզ է, մենք եւ մյուս մարդիկ, որ այդ դատական իրավական այդ բաներից, նորմերից, շափանջներից, օրենքներից չենք լավ չենք հասկանում, չենք տիրապետում, ոնց ուզում ֆռռացնում, ոնց ուզում ներկայացնում են։ Ինչպես իրենց է ձեռնտու։ Հետո ներկայացնում են իրենց ուզած ձևով։ Դրա համար է ոչ մի բան զգում եք, որ ոնց որ աննորմալության հետևից։ Ուրեմն դրանք աննորմալ չեն, դրանք դիտավորել են այդ ամեն ինչը անում։ Աննորմալ են այնքանով, որ հուդամասում բոզի ծնունդներից դրանք ընդհանրապես աննորմալ են։ Իրանց բնությամբ, իրանց փչացած ուղղով նրանք աննորմալներ են, բայց իրանք իրենց նորմալի տեղ են դրել ու խառնում են սաղ իրար։ Դրա համար ասում դրանց պետք է ոչնչացնել։ Կատարելու վերաբերյալ հայցորի փաստարկների, ապա դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ այդ փաստարկները վերաբերում են քրեական վարույթի ընթացքում ծագող իրավահարաբերություններից բխող գործերի։ Հաստատի տեսեք, եթե քրեական ինչ-որ հարաբերություններ է ծագել, քրեաիրավական հարաբերություններ, ապա տվյալ հարցը ոչ թե վարչական դատարանի լիազորությունների մեջ է մտնում, այլ ընդհանուր իրավասության, քրեական դատարանի իրավասության մեջ է մտնում։ Այսինքն Մուկուչյանը, որ ուղղորդում է, ասում դիմեք վարչական դատարան, սա ևս հանցագործություն է։ Այսինքն նա դա չի կամ չիմացություն է, այսինքն լիարժեք իրավական գիտելիքների պակաս, կամ եթե չի միտումնավոր ուղղորդում։ Ավելի միտումնավոր է անում, միտումնավոր։ Այս պահին ձեր բողոքությունները Որ Մուկուչյանը ոչ թե հիմար, այլ միտումնավոր է անում։ Ռոբերտը վերջ շեշտեց, ուրեմն միտումնավոր է անում։ Տարբեր հանձնախմբերի մեջ հարցեր դրում խառնում, տարբեր ձևով է ներկայացնում։ Ասել չէ, կամ նա հիմար է, կամ գիտելիքին չի տիրապետում, եթե հիմար է, գիտելիքին չի տիրապետում, ոնց է հանձնաժողովի նախագահ։ Եթե տիրապետում է, ուրեմն դիտավորյալ է անում։ Պարզ է, չէ՞։ Ուրեմն դուք էլ պարզ հասկացեք։ Ուրեմն բոզա։ Ուրեմն բոզի ծնունդ է այդ Նիկոյանը։ Ուրա սիֆատից է երևում։ Ազգային անվտանգություն, ազգային անվտանգության տնօրենի ծառայությանը, հատուկ քննչական ծառայությանը նաև։ դատախազությունը չէ։ Գլխավոր դատախազություն, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության ծառայության։ Հիմա Եթե 8 միլիոն ընտրագրավ չունեն, քանի մարդ իր թեկնածությունը կարողացել, այսինքն ո՞ր կարելի է դրանից։ Բայց ժողովրդավարությունը որտեղ է։ Հիմա ես մի բան ասեմ։ Ես ներողություն։ իսկական շիլաշ։ Ներողություն, հա, մի րոպե մի բան ասեմ։ Դուք 8 միլիոն գումար ունեք։ Տափակ հարցեր են տալի։ Չեք ուզում դառնալ, չէ, բայց մի րոպե է։ Եթե օրենքով ներողություն եք, ես հիմա պատասխանեմ ձեր հարցին։ Դուք հիմա գտնում եք, որ սահմանադրության նորմերը, որոնք ամրագրված են, որ մենք ինքնիշխան, սոցիալական, ժողովրդավարական պետություն ենք, ուրեմն պետք է նորմերը կիրառել։ Եթե ոչ դու սարի ասես կապիտալիստական երկիր է, եւ քրեաօլիգարխիկ համակարգի ամբողջ ներկայությունը պիտի ապահովեն, ու մենք պետք է վերարտադրենք, քանի որ մենք գումար ունենք։ Իսկ մեր հարցը Լևոնը որ եկավ իշխանության սանդալներով էր եկել։ Նույնը Վազգենն է, նույնը Քոչարյանն է, Քոչարյանը ապրում էր Պաղբանում, Զապարոնիցը բրդում էր, որ խոտ են գնել։ Այդ թողերը որտեղից իրան։ Որտեղից։ Այսօր Քոչարյանը 20 միլիարդ դոլարի կարողության տեր է։ Ուրեմն մենակ Հայաստանի վրա եկել է 10 միլիարդ մարդասիրական օգնություն։ Ուր են այդ գումարները։ Հայաստանը ունեցել է ստրատեգիկ նշանակություն ունեցող օբյեկտներ։ Այրոպորտն է, դա ջուրն է, դա կապն է, դա տրանսպորտն է, ուր են դրանք, ում ձերքում են դրանք։ Ժողովրդավարական այդ գիտելիք կոչեցյալը կամ հասկացություն կոչեցյալը որտեղ է։ Ժողովրդի մենակ հանրակրվեի միջոցով պետք է դա համաձայնեցվել։ Ժողովրդի հանրակրվե եղել է։ Դες հարցը տալի, մեր ջուրն է, մեր հողն է, մեր տրանսպորտն է, մեր կապն է։ Ինչ եք տալիս ուրիշին, դուք ինչի ձայն չեք անում։ Իսկ ինչ վերաբերում է նաև 8 միլիոն դրամի։ Արեք որոշակի ցենզ մտցնեք։ Առաջինը, դու գրած օրենքները պարտավոր ես կիրառել եւ ապահովել։ Դրա կիրառելիությունը, դրա
դա նորմերի պահանջը պարտավորես իրար է։ Եթե դու գրածը չես ապահովում, ինչ-որ գնենք վերացական թե մարեք սենց օրենք ստեղծենք, արեք դա մենք գրածը ապահովում ենք, նորը գնենք ինչ-որ նոր օրենք ստեղծենք, որ կան շրջանակներ, ես դեմ չէ, եթե բացասական ինչ-որ երևույթ կա, ինչ կտրականով ես գրքի մեջ, ինչ այլ հոպասներում է, արեք նստենք իրար հետ, մտածենք, խելացի տարբերակներ մտցնենք, որ թույլ չտանք նաև ինտելեկտի տեր մարդկանց, համապատասխան գիտելիքների տեր մարդկանց, քաղաքական դրսևորումներով, այսինքն կամ ինչ-որ պահանջներով, ժողովուրդը ինչ եք վախենում ընդդիմությունից։ Եթե ես տեսեք, հիշում եք, վերջի անգամ ասացի, ես կոնկրետ ասել եմ, որ ռեժիմ է սա, որը բռնազավթել է իշխանությունը 1991 թվականից, երբ նախագահները Լևոն Տեր-Պետրոսյան, որ Լենդրոշ Խալիյան է, ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյան, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, Սերժի վերաբերյալ, դրանք այլ պետությունների գործակալ են։ Ես փաստացի ներկայացնում եմ, որ դրանք թուրք ջուդա մասոնական գործակալներ են, որոնք իրականացնում են տվյալ պահին միմիայն թուրքական ծրագրերը։ Բայց Հայաստանյան ներողություն, Հայաստանյան խնդիրը ո՞ր է։ Ուրեմն դուք տեղյակ եք, որ նախագահների նկատմամբ դատական պրոցես է ընթացել, որպես թուրքական գործակալ։ Գիտեք դրա մասին։ Ո՞ր նախագահների։ Կոլխոզի նախագահների։ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, գիտեք դրա մասին։ Հիմա ես մենք փաստաթուղթ ցիտեմ վերելություն, հա։ 2009 թվականին, որ Սերժի գլուխը ջարդում են սկզբում, դա հենց այդ դատավարության հիմքերն էին, որովհետև արձանագրություններով ես կարճ կոնկրետ ասել 91 թվականում Լևոն Տեր-Պետրոսյանը ստորագրեց փաստաթուղթ, որը Ղարաբաղը ճանաչվեց որպես ադրբեջանական տարածք։ Դրա համար խնդիր առաջացավ 1991 թվականին, 1992 թվականին եւ դրանից հետո միջազգային պայմանագրերով, որի համաձայն խնդիր առաջացավ տարածքները հանձնել։ Հիմա ես փաստաթուղթ կներկայացնեմ, որի համաձայն փաստը պահանջ առաջացավ միջազգային կառույցների կողմից, որ տարածքները պետք է հանձնվի։ Դրա համար Լևոնը կարծեմ դիքը գրել է, եթե հիշում եք, պատերազմ կամ խաղաղություն, այսինքն կամ պետք է նորից պատերազմ սկսվի, կամ տարածքները վերադարձնեն։ Դրա համար խնդիր առաջացավ, որ մեկ այլ անձի միջոցով այդ խնդիրը լուծել եւ տարածքները հանձնել։ Դա Ռոբերտ Քոչարյանն է։ Դրա համար 10 տարի քաղաքացիություն չունեցող անձը 10 տարի քաղաքացիություն, նա մի տարի ընդհանրապես Հայաստանում էր ապրում, որին այդ ժամանակ Դեմիրճյանն էր հաղթել եւ նա հրաժարվեց իր ոնց որ ասած ստանձնած պարտականություններից, փաստացի նաեւ դավաճանեց ազգին։ Դուք ընդհատում եք այս կասը։ Այն հարցերը, որը ես ձեզ ներկայացնում եմ, Ղարաբաղի Արցախի հարցով, կարծում եմ այդ պայմանագրերով։ Ուրեմն մենք Հայաստանը, այսօր Հայաստանը բանակցությունների մասնակցում է որպես ագրեսոր։ Ինչ է ագրեսոր։ Ագրեսորը դա մի միջազգային ով ասել է։ Դուք բացեք Ցերովի քարտը եւ մնացած այլ պետությունների հետ, այսինքն իրավահարաբերություններում, որտեղ Հայաստանը ներկայացված է ներողություն ասեմ իրեն, այդ հարաբերություններում, այսինքն միջազգային արտաքին հարաբերություններում Հայաստանը ներկայացված է որպես ագրեսոր, որը բռնազավթել է Ադրբեջանի տարածքները, Ադրբատականը։ Այդ մասին Ռոբերտը վերջի հաղորդումը հիշում եք միշտ ասում էր, որ դեռ 1991 թվականից Քոր Լևոնը ջուդի հոտած փեշի տակ դաստիարակված բոզը խառնասին թուրքը ճանաչել է Արցախը որպես ադրբեջանդամի տարածք եւ այդ ժամանակվանից մենք անունից այդ բոզը մեր պետության անունից միջազգային այդ հարաբերությունում ներկայացվել է Արմենիան ներկայացվել է որպես ագրեսոր, քանի որ մեր իշխանությունը բռնազավթած է թրքաջհուդը, թրքաբոզը, այնպես են ձևակերպել փաստաթղթերը Արցախը ճանաչել են ադրբեջանդամի տարածք, ուստի եւ դա շինծու դիտավորյալ է հատուկ արվել, որպեսզի միջազգային հարաբերություններում, պայմանավորվածություններում, պայմանագրերում, հանդիպումներում մեր լեզուն կարճ լինի, ադրբեջանդամի ալիվի լեզուն երկար լինի, ինչպես տեսնում եք, անդադ դրա լեզուն երկար է, որտեղ գիտի, որ իր թուրքակիցները Քոր Լևոնի ժամանակ Արցախը ճանաչել են որպես ադրբեջանդամի տարածք։
Եվ այդ բոլոր բանակցությունները մինչև այսօր ձևական ստից բանակցություններ են, խաղ բանակցային գործընթացներ, փոխզիջումներ, ինքնորոշում, բոզորոշում, գյոթորոշում։ Դրանք բոլորը թատրոններ են։ Իրանք արդեն որոշել են եւ գաղտնի ստորագրել են եւ Արցախ եւ ազատագրված տարածքները ճանաչելով Ադրբեջանդամի տարածք։ Հանձնել են փաստաթղթերով, գաղտնի փաստաթղթերով հանձնել են։ Մեր թիկունքից հասկացաք, ի ճոռոմ միայն ճառեր են կարդում։ Այս է որ դրանք վախենում են Ռոբերտ Սիմոնյանին հարցազրույցների կանչել, վախենում են Ռոբերտին մամուլով ասելիքներ կազմակերպել, հարցազրույց հանդիպել, խոսել, որտեղ ամեն ինչ հենց 91 թվականից դեռ 2009 թվականից էլ այդ հայ-թուրքական կոչեցյալ արձանագրությունների ժամանակ Ռոբերտը արդեն դատի է տվել այդ թրքաբոց Խերժիկ Նարիմանովին, որ հայ-թուրքական կոչված արձանագրություններով թուրքերի սահմանները ճանաչել է օրինական եւ ասել է որ պահանջ չունի թուրքերից։ Հասկացաք այդ բոզի դարած խաղերը Խերժիկ Նարիմանովի Ռոբերտ Հարտն դեռ այն ժամանակ այդ իշխանությունը դատի է տվել։ Ընդ գրողնեք ասում մինչև հիմա ուր էիք բոզի ծնունդներ 9 տարիա 10 տարիա Ռոբերտ Սիմոնյանը դատ է վարում դրանց դեմ։ Դե արտնացեք բոզեր, չատլախներ, խառնացին թրքաբոզեր, մենք այն թաքնված թրքաբոզեր եք դուք բոլորդ։ Նայողներդ էլ լսողներդ էլ։ Դատը պատականն է։ Իր Բաքուրակեւ մայրաքաղաքում կա Բաքու։ Սիմոնյան գները, եթե թեմայի հետ կապված հարցեր կամ խնդիրներ, եթե չէ Վրա շեղում են, բոզերը շեղում են հարցը։ Ռոբերտը բան ասում, սրանք շեղում են, թեմայով։ Ուրեմն տվյալ խնդիրները, որը կենտրոնական դրական հանձնաժողովը ուղղորդել է այլ ուղղություններով, այսինքն վարչական դատարան, սահմանադրական դատարանի մասին դրանից խոսք չկա, գլխավոր դատախազություն, ես դες կապվածի օրենքը, որի պահանջներով տեխնացիոն իրավունք ուներ դիմել սահմանադրական դատարան եւ մինչեւ համապատասխան որոշում ստանալը Նկուչյանը կանխական իրավունքներ որոշում կայացրել։ Դա այն է, որ տեխնացիոն իրավունք ունի դիմել սահմանադրական դատարան եւ ստանալ սահմանադրության համապատասխան դիմելու հակասահմանադրական ճանաչելու ինչպես նաև անհաղթահարելի խոչընդոտ հանդիսացող 8 միլիոնի տարբերակը վերացնելու։ Սահմանադրական դատարանը առօրս մի որոշում չի կայացրել։ Գլխավոր դատախազությունը ևս ոչ թե ամբողջության է մատնված։ Հաստատի դրանք գործակալական ցանցի գործակալներ են, որոնք կողտոր են, գոտնահարում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, այսինքն գլխավոր օրենքը, վերացնում են դրա նորմերը եւ տվյալ դեպքում կատարում են պետական դավաճանություն Հայաստան պետության եւ ազգի նկատմամբ։ Յալս այս պաշտոնապես ասում եմ, որ եթե նորից ցանկացած անձ, ես նկատում եմ նաեւ տեխնացիոներից, որովհետեւ նույն խաղի մեջ նրանք էլ են։ Նախկինում ևս Արման Միլիկյանը իրավունքներ մասնակցել ընտրարշավին, քանի որ նա ժամանակին ևս եղել էր Ղարաբաղի քաղաքացի։ Իսկ քանի որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես Հայաստանի վարչատարածքային միավոր, ապա նա իրավունք ուներ ևս մասնակցություն ունենալ ընտրական արշավին։ Եվ իր տեխնացիությունը գրանցվելու խնդիր պետք է չլիներ, որովհետև նա փաստացի ևս չէր հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այս վերջերս Գարեգին անունով մեր ընկերներից մեկն է ևս իր տեխնացիությունը գրել է, քանի որ 6 ամիս նրա մշտապես բնակվելու փաստը արձանագրված չէ, որովհետև նա Ղարաբաղում ևս աշխատել է, ուստի նրան ևս չգրանցվեցին։ Փաստացի դրվում է խտրականություն։ Այսինքն եթե դա այդ մարդը մեր թիմի չէ, ապա իրեն թույլ չի տրվում, խոչընդոտ է ստեղծում։ Իսկ եթե մեր թիմից է, ապա որոշ ակտիվ չի կատարվում։ Ես վերջին հարցն ուզում տալ թեմայի հետ կապված ներկայիս կերկարադաշավեր անցկացնում տեխնացիոների ինչ-որ մեկի սանտանելու է։ Ոչ մեկն է, որովհետև բոլորն են նույն թիմից են։ Բագրատյան 92 թվականին հանդիսանում է վարչապետի ձեռքով եւ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ստորագրվեց մի փաստաթուղթ, որով Հայաստանը դարձավ ներկրող պետություն, որի համաձայն բոլոր համակարգերը ստրատեգիկ նշանակություն ունեցող որոշակի օբյեկտները դրեցին բարեզբունի մասնի թալանի տակ։ Առաջին թալանի պրոցեսը սկսվել է Հայրիկյանով
Հետո ինքնորոշման սկզբունքը դա կեղծ կարգավիճակ է։ Մենք ինքնորոշման խնդիր չենք ունեցել, որովհետև մենք հազարամյակներով արդեն ինքնորոշված ազգ ենք, ոչ թե ժողովուրդ, ազգ ենք։ Եվ մեր խնդիրը, որտեղ 21 թվականի ապրիլի պայմանագրերով, Կասիմովսկայի պայմանագրերով մեր տարածքները հայկական Արևմտյան Հայաստան 290,000 քառակուսի կիլոմետր, Կիլիկիա 40,000 կիլոմետր, Նախիջևան, Ատրպատական, որ այսօր Ադրբեջան անվանումն է կրում, ամբողջությամբ նվիրաբերվեց, ինչպես նաև Ջավախ քաղաքալակ նվիրաբերվեց այլ պետությունների։ Եվ դա արվեց Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եւ մասնակցությամբ, քանի որ նաեւ 2009 թվականին մուտքացումն չդատել դու բարձրացրել։ Դիտավորյալ ոնց են ընդհատում բոզերը։ Թվականին արձանագրության համար ներքո ստորագրվեց նաեւ ճանապարհային քարտեզ, որի շրջանակում մտել է նաեւ Գորիս Մերլիսիսյան Ղափան, տվյալ տարածաշրջանը, որպես նաեւ թուրքական տարածքներ։ Դա բառացիորեն ես ձեզ կրկնում եմ եւ դրա համար ես պատասխանատու եմ, որի համաձայն ես նաեւ մտել եմ դատական process նախագահների նկատմամբ որպես թուրքական գործակալ պատասխանատվության կանչելու։ Եվ որևիցե մի համակարգ տվյալ դեպքում գլխավոր դատախազություն, ազգային անվտանգություն, հատուկ քննչական ծառայություն, ինչպես նաեւ դատարանն է առաջինից մինչեւ վճռաբեկ դատարան չեն հերքել իմ ներկայացրած փաստերը։ Առավել նրանք հիմնավորում են, որ ձեր ներկայացրած փաստերը ներողություն մի բան ցիտեմ այստեղ, եթե հարցունակ կտակ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն։ Գլխավոր դատախազին հասցեագրված 27-10, սակայն դեպքում 21-10 թվականի կապակցությամբ հայտնում են, որ ձեր դիմումների 11-0-10 տրվել է պարզաբանումներ։ Ձեր պահանջը բոլոր միջազգային եւ պատկան մարմինների կողմից ձեր ղեկավարած աշխատող կազմակերպության անունից ներկայացված փաստերը, ուշադրություն, փաստերը, Ղարաբաղի ազատագրված տարածքները, Կասիմովսկայի պայմանագրերով ամրագրված հայկական տարածքների վաճառքը, թուրքերի ցեղասպանությունները, Բաքու Սումգայի 1915 թվական գեոֆիզիկական զենքի փորձարկում, 1988 թվական Սպիտակ քաղաքի պայթյուն եւ այլ բնույթի փաստերը ճանաչելու վերաբերյալ հետևությունները, որոնք դուք կատարել եք ձեր կողմից ներկայացված դիմումում, կրկին անգամ պարզաբանում են, որ դրանք չեն կարող քննության առարկա դառնալ, քանի որ այն դուրս է դատախազության լիազորությունների շրջանակներից, բայց դեպքում դատախազություն դուք համար է։ Ազգային անվտանգության հաստատում 29-10-2010 թվական 11-668 Հարգելի պարոն Սիմոնյան, իրավական վարչության պետ Ավետիսյան, ազգային ժողովի նախագահին, գլխավոր դատախազին, ՀԱԶԾ տնօրենին հասցեագրված ձեր 21-10 բողոքում բարձրացված հարցերը, այսինքն նույն հարցերը, որոնք ես բարձրացեցի, կարծացի, ցտեցի, լուծումը ազգային անվտանգության ծառայության իրավասությունների մեջ չի մտնում։ Այդ դեպքում Ազգային պետական փաստորեն անվտանգության հարցերը, որ Ռոբերտը բարձրացրել է, որն դրածով բոզերը ճանաչել են Արցախը, տարածքը, մյուսները թուրքական։ Ռոբերտը հարցը բարձրացրել ու այդպես կոչված այն կառույցները, որոնք պարտավոր են հարց բարձրացնել, ազգային անվտանգություն, դատախազություն, մատախազություն, լկտիաբար, գրեիկաբար, բոզավարի ու գյոթավարի պատասխանել են Ռոբերտին, թե իրենց իրավասության տակ չի։ Բա բոզի ծնունդներ, ի՞նչն է ձեր իրավասության տակ։ Բա ի՞նչն է ձեր իրավասության տակ։ ԱԱՑ, ՔՔԲ։ Դեռ մեկը թրքաջուդներ են բոլորը, լկտիաբար ասում են, բա ինչի համար եք այնտեղ պաշտոն բացել ու նստել եք։ Որ ասեք, որ հենց այդ ազգային հարցերը որ կան, որտեղ իրանք թուրք են, դրանալ իրանք իրավասության տակ չի, որտեղ իրանք թուրք են, դրանով են ասում։ Իրանք թուրք են, դրա համար Ռոբերտի ներկայացրած այդ հանցանքները, հողերը որ ծախել են, վաճառքեն ամեն ինչ արել։ Չեն ուզում քննել, ասում իրավասության տակ չի։ Որը թուրք են, հասկացաք։ Ուրեմն իմացաք, որ Ռոբերտ Սիմոնյանը դեռ Եվփանից է 2009 թվականից է դատ հարուցել։ Այդ թրքա բոզերի դեմ, Կորլևոնի դեմ, Հրանտ Բագրատյան Ջհուդի դեմ, մյուսների դեմ, Ռոբիկի դեմ, Խրժիկ Նարիմանովի դեմ, այսօր էլ Փաշոգլու դեմ, որ հողերը ծախում Բրյուսելում վերահաստատել է նախկին նախագահերի որոշումները, ծախված հողերը վերահաստատել է։ Ու դուք ասում եք մինչև մա ուր եք, պարոն Ռոբերտ Սիմոնյան։
գրողներն ասում միջև մա ուր էիք 9 տարի է 10 տարի է 9 տարի է Ռոբերտը դատ է վարում դրանց դեմ դուք ուր եք բոզեր չատլախներ թաքնված խառնածին թրկաջուդներ Ձեր սորտը պետք է ոչնչացվի դուք ոչնչացվելու եք Իսկ են կողքի մի պայլ նկատեցիք կողքի նստած հաղորդավ ոռուհիները եւ Ռոբերտը ներկայացավ որ հողերը ծախել են այս թվից 91 թվից բան վատացավ սենց արեց մի տեսակ սենց եղավ դեմքեն կողքեն պորնիկ աղջկա վատացավ որտեվ թաքնված խառնածին ջհուդա թրկա ջհուդ մեր ազգից չի Այդ ձեզ ապացույց է ինչի վատացավ ինչի սկսեցին հարցեր տալ ասել չի ասում դուք ինձ ընդհատում եք ինձ խանգարում եք Այսինքն չէին թողնում որ Ռոբերտը միջև վերջ բացահայտել իրենց դավաճանությունները բայց ինչպես տեսնում եք բացահայտում է եւ բացահայտում եք նաեւ դուք քորխուլ ձևացող թրկաբոզեր Համակարգները ինչ են ում համար են Եթե մեր պետության մեր ազգի շահերը պետք է պաշտպանեն ու պետք է պաշտպանես բաումն է եթե լիազորություններ չունես այդ դեպքում ինչ ես անում Ինչ ես պետք բյուջեից սնվում Ում ես սնում Ձևի համար են նստած ձևի համար են նստած Փաստորեն ձևական կառույցներ են Փաստորեն ձևական կառույցներն են որ գրված լինեն որ ունենք sense կառույցներ բայց այդ կառույցները փաստորեն ձևի համար են դրա համար Ռոբերտն ասում ենք պետություն չունենք Ընդհանուր թղթի վրա է գրացի պետություն բայց ամիջ ծախված է մասնավորված է Թրկաջուդներ են ծախել ամիջ տվել բոլոր ստրատեգիկ կառույցները ռազմավարական բոլոր կարևոր կառույցները Հրանտ Բագրատյան կոչեցել դեռ 91-2 թվականից Կորլևոնի հետ միասին ամիջ սախսխեցին օտարացին Այսօր Իրան տնտեսագետի տեղա դրել հաչուն տնտեսությունը սենց քննադատում այսօրվա տնտեսագետներին որ իր թրկաբոզ եւ իր ժամանակվա դավադիր ծախու գործերը թաքցնի թե իբր դա ինքը չէր դե այսօրվա երիտասարդները կարող այդ մասին լավ չիմանան որտեվ ովքեր ասեն 20 քանի 30 տարեկան վաղ երեխաներին փոքր ինչ են հասկանում նրանք պատկերացում կարող չունենան այդ դավադրությունների մասին Բադուկ միս այդ հասուներ որ դուք գիտեք բավ դե տեղյակ պայ այսօրվա երիտասարդներին այդ մասին եթե ոչ դուք Մենակ նայում ու լսում եք բոզավարի շպիոնություն եք անում չէ ինչ են խոսում ինչ են ասում Ձեր շպիոնությունը վերջացել է բոզեր Թուրք ջուդը մասոնական գործակալներ Ադրբեջան չասեցիս Թուրք ջուդը մասոնական գործակալներ որտեղ Ադրբեջաններն համակարգ Ուրեմն ինքերը ներկայացված է ես կարծացի ցիտեցի մտածված հաստատային իրավական կա համապատասխան նաև դատական process որ անդրադարձել է եւ արտադրել միջազգային դատարան այսինքն մեր ամրագրված է ներկայացրեցի Արևմտյան Հայաստանի 250,000 կիլոմետրի պլյուս Լիբիան պլյուս Նախիջևանը պլյուս Արցախը պլյուս Ադրբեջանը պլյուս Ջավախ Ախալակ եւ այլն Տվյալ դեպքում տվյալ հարցերի լուծումը ամբողջական փաթեթով արդեն իսկ արկա է Այսինքն ես ոչ թե խոսում եմ վերլուծությունների ինչ-որ երևակայական առումով ոչ հիմնավորված փաստերի վրա Իսկ դուք Ադրբեջանը դա հայկական տարածք է սիրելիներս Ադրբեջան Ադրբեջան այդպիսի պետություն որոշում չունի Դա ադրբեջանն է իմ բաղուրագետ մայրաքաղաքով կարճ բաղում որ մեր ազգային դավաճանները տեղատուրում եւ ներկայացնում են որպես ադրբեջանական տարածք Նույնպես Թուրքիա տարածքը դա Արևմտյան Հայաստանի տարածքն է Ո՞ր թվականին է Ադրբեջանի անցել 21 թվականին 21 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը Ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը 91 թվականով ամրագրել է որ հասկացի Հայաստանի Ղարաբաղը եւ Ղարաբաղը ինչպես նաեւ մեր 19 թվականի ցեղասպանության հաստը արվեց կասկածի տակ եւ ներկայացրեց որ մենք Թուրքիայից որևէ պահանջ չունենք սա իրավական փաստաթուղթ է
Ադրբեջանցական պատերազմը ևս սկսվեց։ Ուրեմն ադրբեջանական պատերազմը կոչեցյալը սկսվել է դեռևս 21 թվականից, որտեղ եւ նաեւ դրանից հետո 88 թվականին Սումգայի Բաքվից։ Ինչ է նա։ Ամեն 91 թվականին մենք ԽՍՀՄ համակարգից դուրս գալով ամրագրեցին Իսկ պատմություն չեմ ասում, ես իրավական փաստաթղթեր եմ ասում։ Հայաստանը 91 թվականին 89 թվականի որոշումը որպես միացյալ պետություն որոշումը այն ժամանակ մենք գտնվում էինք ԽՍՀՄ համակարգի մեջ եւ ցանկացած որոշում, որը կայացվում էր հանրապետության իրավունքի կողմից, պետք է հաստատվեր Ռուսաստանի կողմից, Մոսկվայի կողմից։ Ռուսաստանը դա չհաստատեց։ Որից հետո որոշում կայացվեց հունվարի 13-ին, որով ճանաչվեց Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք։ Դրա մեջ բոլորն էլ մասնակից էին, նաև Դեջերջյանը, նաև այդ բոլոր համակարգի ներկայացուցիչները։ Իսկ ինչ վերաբերում է 91 թվականին, 91 թվականի ինքնորոշում անվան ներքո Հայրիկյանը ինքնորոշում անվան ներքո, որովհետև դա է իր սկզբունքները, իսկ սա պետական դավաճանություն է։ Հայաստանյան տարածքները մեր պահանջատիրոջ իրավունքները վերացնելով Հայաստանը ամրագրեց 29800 քառակուսի կիլոմետրով։ Հասկացանք իրար։ Դրա վրա կան կոնկրետ պաշտոնական փաստաթղթեր, եթե ցանկություն կունենաք դրա մեկնաբանությունները հետագայում կներկայացնենք։ Իսկ 2009 Ինչպես լսեցիք, մեր տարածքները ծախելու գործի մեջ դավադրաբար մասնակից է նաև Դեմիրճյան կոչեցյալը, որ իր խորհրդային միության տարիներին, որ մենք չգիտենք երիտասարդ էի, դեռ այն ժամանակ խակ էի կոպիտ ասած, չգիտեին քաղաքականություն։ Լավ ապրում ենք, բայց այդ ժամանակ արդեն Դեմիրճյան բոզի ծնունդը ինձ ժարգոնով գողական խոսացող խոսում էր գողական ապեվան, որ խոսում էր քաղաքական, ինձ զգացում էր, որ գողական ժարգոնով խոսալու ձևեր ուներ այտենց։ Ես հիշում եմ դա։ Անկամ եւ մարդկանց հանդիպ դրա ձայնի խոսելու ձևը լքտի ձևը։ Հիմա ասեմ ձեզ, չգիտեի այն ժամանակ, այս տարիներին իմացա։ Իր նախագահ իր կոմկուսի գյուտ քարտուղար լինելու ժամանակ Ալիևից այն ժամանակ միլիոններով փող էր վերցում ռուբլիներ եւ թուրքերին տներ ու հողեր էին ծախում մեր երկրում Արմենիայում։ Թուրքերը տեղավորվում էին մեր երկրում, հասկացաք։ Որտեղ նրանք տաներ հողեր էին Մասիսում, մյուս տեղերում, Վարդենիսում թե որտեղ էին, որոնց մերոնք 88 թվականի շարժումից սկսեցին թուրքերին դուրս վռնդել։ Եվ որ թուրքերը մերոնց վտարում են Ադրբեջան դամից, մերոնքի պատասխան սկսեցին մեր մոտ արդեն լսված տարածա թուրքերին դուրս վռնդել։ Այդ այն թուրքերն էին, որոնք Դեմիրճյանին փող տալով, կաշառ տալով միլիոններով տներ ու հողեր տնամերձեր էին առնում եւ Դեմիրճյանը նրանց ծախում էր, տալիս էր։ Դες գյոտ Դեմիրճյանը, որին սատկացրին, լավ արեցին։ Ու հերոս էին նրան բանանում, մի հատ համալիր էր կառուցել։ Նույն Բոզդենը Վազգեն Սարգսյանն էր, որին սուտ սպարապետ հրճակեցին, որոնք նույնպես ծախեցին երկիրը։ Այն ժամանակվա ստորագրած փաստաթղթերով սուսուփուս այդ ամենը կուլ տվեցին տարան։ Դրա համար չազգային նախորում սատկացվեցին, թեկուզ ներքին հաշիվներ կային։ Մեկը մյուսի վրա շարժկցելու համար։ Որպես բերանները չբացեն, սատկացրեցին իրար։ Որ թողերը ծախելու հարցերը բարթեցվի ուրիշի վրա գցեին, Քոչարյանը դրանց սատկացրեց։ Որտեղ Քոչարյանի վրա պիտի շարժկցեին, որ ինքը դրացել, որ դրանք ուզում էին մաքրագործվել, փախչեին, Իրանն հետո սպանեին, որ մաքուր դուրս գային, ինքը իրանց սպանեց։ Նրանց ոչնչացրին, լավ արեցին, դա ներքին հաշիվ էր։ Իրանց բոզությունների համար իրար հաշիվ մաքրեցին։ Թվականին ես արձանագրությունների անվաններով այդ ինքնական Հայաստանը դերս վաճառվեց Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիային, ինչպես նաև Արցախ։ Հաղորդումն ավարտվեց, լսեցիք վերջի խոսքերը։ 2009 թվականին հայ թուրքական արձանագրություններով, գյուտանագրություններով, բոզանագրություններով Խրժիկ Նարիմանովը
Մեր երկիրը ծախեց թուրքերին, ճանաչելով թուրքերի սահմաններն այսօրվա անօրինական։ Այսինքն անօրինական երկիրը նա ճանաչեց օրինական։ Ինչպես եւ Արցախն ու ազատագրված տարածքները ճանաչելով 91 թվին, որպես ադրբեջանդամական ճանաչին Կորլեոնով եւ հաջորդներով, փաստորեն երկիրը ծախված է։ Փաստաթղթերով ծախված է։ Հասկացաք։ Դավադիր փաստաթղթերով մենք անվանտակ ծախել են, որ հետո այդ ձևական իրանց շինց ու պատմաբանները պատմության մեջ գրեն, որ հայերը իրանց երկիրը ծախեցին թուրքերին։ Մենք հայ չենք, մենք արմենն ենք, որ այսինքն մեր ազգը, իբր թե մեր ազգի ներկայացուցիչները, որպես պետական ղեկավարներ, թուրքերին ծախեցին մեր երկիրը։ Դե պատմության գրքերում պատրաստվում են դա գրել հետագայում շարը կսել մեզ վրա։ Իրանց թրքաբոզական, թրքաջուդական դավադրությունների շարը մեր վրա գցեն ազգի թե ազգը դավաճանից, ազգն է դավաճան իբր թե որ միջև այդպես երկեր են երկում։ Մենք անմիաբան ենք, մենք դավաճաններ ենք, մենք չենք կարող միաբանվել, այդ իրանց երկերն է։ Մեր մեջ խառնված թրքաբոզերի հորինված խոսքերն ու երկերն են, որ մեր երիտասարդ սերունդների մեջ անընդհատ բոզավարի սերմանում են։ Մենք անմիաբան ենք, մենք չենք միաբանվում, մենք ենք ծախում, մենք ենք այդ մենք բառն են օգտագործում, բայց մենքի տակ դրանք են թաքնված մեր մեջ, հասկացաք։ Դիտորդներ, թրքաբոզեր, հասկացաք, դուք եք թրքաբոզեր։ Կան նայող թրքաբոզեր, մեծ մասամբ թրքաբոզերն են հիմա իմ հաղորդումը նայում։ Շպիոնի նման հետևում են, որտեղ հետո վաղ ինչ հաչացնեն, որ լուսաբանները ինչ հաչան, քաղաքական քակաբանները վաղ ինչ հաչան, որ ձեռքերը մաքրեն, դուրս գան այդ քաքերից, որի մեջ խրվել են։ Դուրս չեք այդ քաքի մեջ խեղդվելու եք։ Ուրեմն Ռոբերտ Սիմոնյանն է մեր օրինական նախագահը 2013 թվականից նա ճանաչված է որպես նախագահ օրինական պաշտոնակատար, ապացուցելով փաստերով, որ եղածները օտար դրածո հուդամասոնական օթյակի դրածո թրքաբոզ գանդոններ են։ Սա է ճշմարտությունը։ Դրում արտանացեք այդ գանդոններին Ռոբերտ Սիմոնյանի դատավարությամբ կախենք ու գնդակահարենք։ Այս ժամանակ կլինի ազգային շարժում, ոչ թե ժողովրդավարական սուտ շարժում, որի մհորինել են հեղափոխությունը, հակահեղափոխություն են հորինել։ Սուտ հակահեղափոխություն են հորինել իրան սուտ հեղափոխությունը պաշտպանելու մակրագործելու համար, որտեղ բացահայտվել է, որ սուտ թրքափոխություն է եղել, ձևը, իրականում թրքաջուդական փոփոխություն է եղել։ Թրքաջուդների մի ոհմակը փոխել են մեկ ուրիշ ոհմակով, եւ դրանք բոլորը դատի տակ են, պետք է սատկացվեն ու ոչնչացվեն։